Պետական խորհրդանիշների հանդեպ ուշադրությունը և դրանց միասնական ստանդարտը կառավարության առաջնահերթ գործունեության ուղղություններից է և նախորդ տարի Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին օրենքում կատարվեցին փոփոխություններ և լրացումներ, որոնք ուղղված էին հենց այդ միասնական ստանդարտի սահմանմանը։ Դրանից հետո տեղի ունեցավ օրհներգի երկար և կարճ տարբերակներով պաշտոնական ձայնագրությունների ստեղծումը, որոնք տեղադրվեցին կառավարության և նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կայքում, հասանելի դառնալով տարբեր կառույցներին, ինչպես նաև քաղաքացիներին օրենքով սահմանված ընթացակարգերի պարագայում կիրառման համար, և այժմ ամփոփելով այս աշխատանքը ներկայացրել ենք օրհներգի կատարման կարգը, որը հստակ սահմանում է, թե երբ, որտեղ և ինչ տարբերակով պետք է հնչի Հայաստանի Հանրապետության օրհներգը, որպեսզի ստանդարտի կիրառումը նույնպես ունենա միանշանակ ձևակերպում և դրանից հետո էլ միանշանակ գործածում։ Ըստ էության կարող ենք նշել, որ օրհներգի կատարման կարգը պարտադիր է դարձնում պետական միջոցառումների ժամանակ օրհներգի կենդանի կատարումը, և սա նշանակում է, որ ցանկացած միջոցառումներ, որոնք պլանավորվում են պետական կառույցների կողմից, առավել ևս երբ որ խոսում ենք արարողակարգային միջոցառումների ժամանակ, ապա պետք է նախապես պլանավորել և ապահովել օրհներգի կենդանի կատարման հնարավորությունը, որը կարող է լինել նվագախմբային և երգչախմբային կամ երգչախմբային տարբերակներով։ Կարգավորվում են նաև բոլոր այն դեպքերը, երբ որ օրհներգը կարող է հնչել նաև այլ ոչ պետական կազմակերպությունների և այլ անձանց կողմից անցկացվող հանդիսավոր արարողությունների և միջոցառումների սկզբում, և այստեղ կենդանի կատարումը բնականաբար նույնպես դիտարկվում է, բայց ձայնագրությունների պարագայում պարտադիր է կիրառել այն պաշտոնական ձայնագրությունները, որոնք, ինչպես արդեն նշեցի, հասանելի են։ Հատուկ պետք է ուշադրություն հրավիրեմ ուսումնական հաստատություններում օրհներգի կատարման կարգի վրա, մասնավորապես օրենքը արդեն իսկ սահմանում է, որ մանկապարտեզներում, դպրոցներում և քոլեջներում ուսումնական շաբաթվա սկզբին օրհներգը պետք է հնչի։ Օրհներգի կատարման կարգով հստակեցվում է, որ օրհներգը պետք է կատարվի հաստատության սաների կենդանի ձայնակցությամբ, այսինքն մենք պարտադիր ենք դարձնում, որպեսզի օրհներգի կատարումը ներառի նաև բոլոր անձանց, ովքեր ներգրավված են, և սա ունի շատ կոնկրետ նպատակ, որպեսզի պետական կարևորագույն խորհրդանիշը, ինչպիսին օրհներգն է, դառնա կրթական ամենացածր օղակից, երեխաների ամենաառաջին գիտելիքներից մեկը, որ ստանում են, և ոչ թե ուղղակի տեքստ կամ երաժշտություն, որ լսում են, այլ նաև իրենց կողմից կատարվող մի ծես, որը դառնում է նաև պետության գիտակցման և պետականության զգացման ամրապնդման շատ կարևոր ուղենիշ։ Կարգավորվում է նաև օրհներգի պարագայում ունկնդրողների կամ ձայնակցողների պահվածքը, մասնավորապես որպես կանոն պետք է հոտնկայս իրականացնել օրհներգի ունկնդրումը կամ ձայնակցումը, աջ ձեռքը կրծքին դրված, իհարկե օբյեկտիվ անհնարինության դեպքում պարզ է, որ այս ուրեմն պահանջը չի դիտարկվում, ինչպես օրինակ ֆիզիկական սահմանափակումների դեպքում և օբյեկտիվ այլ անհնարինության դեպքում։ Ըստ էության համառոտ այսքանն է, խնդրում եմ հաստատել, շնորհակալություն։ Շնորհակալ եմ Տիկին Անդրեասյան, երեխաների պարագայում սկսած մանկապարտեզից ի վերջո նաև երգը երգել սովորելը կրթական պրոցեսի շատ կարևոր մաս է, եւ կարծում եմ, որ ընդհանրապես եւ ուզում եմ ասեմ, հարգելի գործընկերներ, այս որոշումները եւ այս նրբություններով այս որոշումներին մենք հանգել ենք գործնական կյանքում հանդիպած իրավիճակների բերումով, եւ իհարկե նաեւ սա չափազանց կարևոր խնդիր է մեր պետականության գիտակցման եւ պետական ատրիբուտների պահպանման եւ զարգացման տրամաբանությամբ եւ մեզ քաղաքացիներից պետական կառավարման համակարգին պետության նկատմամբ դիրքավորվելու տրամաբանությամբ։ Այո, տրամաբանությունը շատ պարզ է, որովհետեւ պետական մարմնում այն միջոցառումներում, որտեղ պետք է լինի օրհներգ, իհարկե սա չի ենթադրում, որ բոլոր միջոցառումներում պետք է օրհներգը հնչի, կամ միջոցառումներ, որտեղ հնչում է օրհներգը, կամ միջոցառումներ, որտեղ չի հնչում օրհներգը։ Բոլոր միջոցառումներում, որտեղ պետք է հնչի օրհներգը պետք է հնչի կենդանի կատարմամբ։ Սա նշանակում է մի շարք գերատեսչություններ ունեն նվագախմբեր, երգչախմբեր, նրանք ովքեր չունեն նվագախմբեր եւ երգչախմբեր, թող հրավիրեն նվագախմբեր եւ երգչախմբեր, որպեսզի նրանք այդ կատարեն։
որովհետև հիմա կներեք այդ մանրամասների մեջ մտնելուց, եթե տենց միջոցառումը, որ օրհներքը պետք է հնչի, նշանակում է այդ միջոցառումը որոշակի բյուջե նաև ունի։ Կարելի է այդ բյուջեից ուրիշ ատրիբուտների ավելի քիչ տրամադրել եւ հրավիրել երգչախմբերի, նվագախմբերի, եւ սա նաեւ ամենևին էլ երկրորդական չեմ համարում, նաեւ որոշակի ֆինանսական հոսքերի վերաուղում է դեպի մշակույթի եւ արվեստի ճյուղեր, որպեսզի մարդիկ նաեւ զբաղվածության այս էլեմենտով նաեւ մշակույթ ներդրումը։ Եվ ուզում եմ ասել ընդհանրապես վերջերս առիթ ունեցել եմ խոսելու այն երկրներում, որտեղ երաշտական մեծ եւ համաշխարհային նշանակության ժառանգություն է ձևավորվել, այդ երբ որ այդ երաշտության զարգացման պատմությունը ուսումնասիրում ես, գնում ես հանգում ես պետական եւ ոչ միայն պետական արարողակարգային միջոցառումների մեջ այս էլեմենտների ներդրմամբ, որը իր հետ ստեղծագործական process-ներ է հարուցել եւ այդ ստեղծագործական process-ների բերումով նաեւ մշակույթը, արվեստը, երաժշտությունը զարգացել է։ Մնացած դեպքերում, որը չի վերաբերվում, այլ չեմ ասում, որ իսկ ինչի չեն կարող պետական երբ որ մանկապարտեզների եւ դպրոցների դեպքում ասում են, որ կարող են կատարել, կարող են լինել նաեւ պետական հիմնարկներում կարող են նույնպես խմբեր լինել, երգչախմբեր լինել, որոնք կարող են պետական օրհներգը կատարել եւ դա կարծում եմ շատ գեղեցիկ կլինի, իհարկե այդտեղ մի քիչ երգելու ընդունակության եւ տաղանդի հարց կա, բայց այս էլ մի հարց է, որը կարծում եմ եւս մի հետաքրքիր էլեմենտ կմտնի պետական համակարգում աշխատելու երբեմն միօրինակ առօրյայի մեջ։